Ես կերկարաձգ եմ հրադադարը միջև այն պահը, երբ Իրանն իր առաջարկը ներկայացնի եւ բանակցություններն ավարտվեն, այս կամ այն արդյունքով, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններին մասնակցելուց Իրանի հրաժարվելուց հետո։ Հաշվի առնելով, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է եւ որ Պակիստանի միջնորդները դիմել են մեզ Իրանի դեմ մեր հարձակումը ժամանակավորապես կասեցնելու համար, ես հանձնարարել եմ մեր զինված ուժերին շարունակել շրջափակումը, ասել է նա։ Իրանի նավահանգիստների շրջափակումը պատերազմի ակտ է, ուստի նաև հրադադարի ռեժիմի խախտում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Օմանի ծոցում իրանական առևտրային նավի հարվածելը եւ դրա անձնակազմին պատանդ վերցնելը նույնիսկ ավելի լուրջ խախտում է, ասել է նա։ Իրանում մահապատժի են ենթարկվել մի տղամարդ Թեհրանում մզկիթ հրկիզելուն մասնակցության եւ հունվարյան հակակառավարական ցույցերի ժամանակ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցելու համար։ Ամիր Ալի Միրջաֆարի անունով տղամարդը կախաղան է հանվել երեքշաբթի։ Իսրայելի բնակչությունը 2 րոպե անշարժ կանգնել է զոհված զինվորների հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս տարի Իսրայելի պատերազմներում զոհվածների հիշատակի օրը նշվել է ապրիլի 20-21-ին։ Միջոցառումներ են տեղի ունեցել երկրի տարբեր ռազմական գերեզմանատներում։ Պատմական շրջադարձ երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման արգելքը, նշանավորելով շեղում երկրի խաղաղասիրական քաղաքականությունից։ Փոփոխությունը հնարավորություն է տալիս երկրին արտահանել ռազմանավեր, հրթիռներ եւ այլ զենքեր։ Նշենք, որ Ճապոնիան հրաժարվել է պատերազմից համաձայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր խաղաղասիրական սահմանադրության 9-րդ հոդվածի։ Ավտոճանապարհ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջև։ Երկու երկրների սահմանին Տուման նայագետի վրայով կամուրջ է կառուցվել։ Սա առաջին դեպքն է, երբ երկու երկրների միջև ավտոմոբիլային հաղորդակցություն է հաստատվում։ Ներկայում գոյություն ունի միայն երկաթուղային կապ։ Կամրջի բացումը նախատեսված է այս ամռանը։ Եթե Ուկրաինան, Թուրքիան, Նորվեգիան եւ Մեծ Բրիտանիան լինեին Եվրամիության անդամներ, դուք կունենայիք աշխարհի ամենաուժեղ բանակը, այն կդառնար աշխարհի ամենաուժեղ դաշինքը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեծ Բրիտանիայում կտեղադրվի Եղիսաբեթ II թագուհու արձանը, որտեղ նա ներկայացված է երիտասարդ տարիքում։ Թագուհու 100-ամյակի արդիվ արված հուշարձանը կկանգնեցվի Սուրբ Ջեյմսի այգում։ Թագուհու արձանին կից կկանգնեցվի նաև նրա ամուսնու արքայազն Ֆիլիպի ավելի փոքր արձանը։ Արքայազն Ֆիլիպը ներկայացված կլինի ռազմածովային համազգեստով իր ավելի քան 70 տարվա կնոջը նայելիս։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։